1-2 ռիսկի մասով, իսկ դա կարող է լինել կարկուտը, կարող է հնարավոր է նաև լինել այգիների համար կամ չգիտեմ, այնպիսի առանձին վերծված ուղղությունների համար, որոնք առավել հասկանալի են եւ կանխատեսելի, հետո նաև, ինչպես դուք ասացիք, 2027 թվականի համար արդեն հասնել ավելի ընդհանրական համակարգի ներդրման։ Խնդրեմ, պարոն Նուրբեկյան։ Շնորհակալություն, այո, իհարկե մենք հենց երեկել թուրքական դարսի հետ էինք խոսում, որպեսզի իրենց փորձը հասկանայինք։ Ես ուզում եմ մի քիչ բովանդակային մի քանի բան ասեմ, որպեսզի ընդհանուր մեր հանրության համար հասկանալի լինի, թե որոնք են կարևոր որոշման կետերը, որովհետև կենտրոնական բանկը նախաձեռնել է, որ մենք կառավարության հետ մի քանի կարևոր որոշումներ կայացնենք։ Օրինակ, մեր հիմնական խորհրդատուները ասում են, որ մեր մոտ ամենամեծ խնդիրներից մեկը ապահովագրության ոլորտում այսպես կոչված անտիսելեկցիան է։ Ինչն է իմաստը, որ քանի որ շատ դեպքերում ֆերմերները գիտեն, թե որտեղ է ավելի մեծ ռիսկ, որտեղ իրանք որ տեսնում են ամեն տարի նույն տեղը էական ռիսկ է լինում եւ այդտեղ համարյա 95-ից 100% հավանականությամբ խնդիր է առաջանալու, իրենք իրենց մի քանի հողատարածքներից ընտրում են միայն դա են ապահովագրում, փաստացի ապահովագրական համակարգը մեծ վնասներ է կրում, բայց ընդհանուր առմամբ տրամաբանությունը ապահովագրության խախտվում։ Օրինակ առաջարկներից մեկն այն է, որ գյուղացին չկարողանա ընտրել, եթե ինքը որոշում է, որ ինչ-որ բան պետք է ապահովագրի, ապա ինքը պետք է իր բոլոր հողակտորները ապահովագրի։ Կամ որոշակի մեծ ռիսկեր, ինչպես դուք նշեցիք, օրինակ մեր մոտ շատ խիստ կենտրոնացում կա կոնկրետ բուսատեսակների հետ կապված, որ ապահովագրությունը ամենաշատը այդտեղ է լինում, հենց իմ ասած տրամաբանությունից ելնելով, այդտեղ եւս կենտրոնացումներից խուսափելու առաջարկներ կան, այսինքն այսպիսի բովանդակային հարցեր կա, որ մենք պետք է միասին որոշենք, որպեսզի գնանք առաջ եւ դրանից հետո բնականաբար արդեն կոմունիկացիան պետք է ապահովի, բայց մենք ունենք նաեւ էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնություն, որ այս տարի գոնե 26 թվականի համար սուբսիդիաների չափի հետ կապված աշխատանքը շուտ սկսենք, որպեսզի գործընթացը լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Նուրբեկյան։ Պարոն Պապայան, դուք քանի որ նշեցիք, որ այս մեր որոշումը վերաբերում է նաեւ 2024 թվականի ընթացքում կարկուտի հասցրած վնասների մասնակի հատուցմանը, ճիշտ եմ, չէ՞ հասկանում, որ փաստացի գույքագրված է կամ արձանագրված է այն իրավիճակը, որ վերաբերում է 2024 թվականին եւ այն, որ դուք նշեցիք մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի ավարտը պետք է դիմումները հավաքվեն եւ դրանք մշակվեն, այդ ամենը տեղի ունենալու անցյալում կազմված փաստացի հանձնաժողովների աշխատանքի վրա, որոնք որ եղել են համայնքային, մարզային, այսինքն մենք ըստ էության կուտակված տեղեկատվություն ունենք, որը հիմք է հանդիսանում այս փոխհատուցման աջակցությունը տեղ հասցնելու համար, պետք է այն վարչահարական աշխատանքը կազմակերպի, որ փաստաթղթավորում է պատշաճ ձևով եւ հետո դրա հիման վրա արդեն նախարարությունը մարզպետարանների եւ ապա համայնքների համար հասանելի կդարձնեն դրամական միջոցները, որոնք պետք է հասցվեն շահառու տնտեսություններին։ Այո, այդպես է, պարոն Խաչատրյան, իհարկե կան հատվող եւ խաչվող հատվածներ, որտեղ 2 տարին էլ եղել է, բայց հիմնականում այսպես եթե ընդհանուր գծերով ներկայացնենք 24 թվականին կարկուտի հիմնական վայրը եղել է Արմավիրի եւ Լոռու մարզերը, 25 թվականին Արարատի եւ Արագածոտնի մարզերը, բայց իհարկե կար նաեւ Արմավիրի Լոռու դեպքում որոշակի խաչվող մասեր եւ այս տվյալները ամբողջովին նախկինում մարզպետարանների կողմից հավաքագրվել է մեր եւ այդ տվյալների հիման վրա մենք որոշակի բնականաբար բանաձևեր են կիրառել, որոշակի ճշգրտումներ են կարել եւ նաեւ մեր ունեցած հնարավորությունները, որպեսզի կարողանանք մաքսիմալ արդյունավետ բաշխենք։ Եվ իմ վերջին հարցը կապակցությամբ, սա այն մեխանիզմն է, որով մենք նախատեսում ենք խնդիրը կարգավորել, բայց ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ առանձին լրացուցիչ որոշում պետք է կայացնենք եւ եթե այո, ապա երբ ենք նախատեսում դա անել։ Մենք իհարկե մոտավոր պատկերացում ունենք, ինչի մասին է խոսքը, այստեղ 2 միլիարդ դրամից մի փոքր ավելի ընդհանրում ենք, բայց եւ ունենք նաեւ ծրագիր, որի տակ կա գումար, այսինքն որոշակի գումար մենք ունենք, որ պետք է ապահովագրության համար այսպես թե այնպես ծախսենք, բայց իմ նշած պատճառով արդեն չենք ծախսել, երբ որ վերջնական արդեն կլինի նաև պարզ կլինի թե ինչքան լրացուցիչ գումար է պետք, արդեն հիմա այս պահին մենք նայում ենք, այսպես ասած տնային աշխատանք ենք անում, թե մեր նախարարության որ տողերից ինչպես կարող ենք, ինչ գումարներ կա, որ հնարավոր է չկարողանանք մինչև տարեվերջ ծախսենք, այսինքն կլինի խնայողություններ, դրանք բերենք, հավաքագրենք, որպեսզի փորձենք նաև մեր միջոցներով այս ամբողջ process-ը առաջ տանենք։ Շնորհակալություն, պարոն Պապյան։ Հարցեր, հարգելի գործընկերներ։
Չկան, ովքեր են դեմ ցեկուցված հարցը հաստատելուն։